Պարոն Սուքիասյան, երեկ պաշտոնական Երևանը և ավելի վաղ նաև Բաքուն հայտարարեցին, որ ավարտվել են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և համաձայնեցվել են նաև այն երկու կետերը, որոնց շուրջ ամիսներ շարունակ չէր հաջողվում գալ համաձայնության։ Կուզեի ձեր դիտարկումները լսել, ինչքանով է արդեն իրատեսական այդ պայմանագրի ստորագրումը, որովհետև բացի ամենից Բաքուն պնդում է նաև, որ առայժմ Հայաստանի դաշտում է գնդակը և սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ արվեն նաև։ Ես Հայաստանի Հանրապետությանը առաջարկում եմ մի հատ այտենց էշ բան էլ դուք ասեք, դուք էլ պահանջեք, որ իրենց սահմանությունը փոխեն, ավելին պահանջեք, որ Ադրբեջանի Հանրապետություն ձևակերպումը փոխվի, մի հատ ուրիշ էշ ձևակերպում դրվի։ Նայեք ոնց է, բաներ կա, որ հայությունը մազոխիզմով քննարկել գիտի։ Ադրբեջանը էսի ասել, ես նայեք այդ սահմանություն փոխելու հետ կապված հարցը 3 տարի է մեր ներքաղաքական կյանքում կա եւ հայությունը 3 տարի ցնցվում է այդ մտքից, որ ինձ բան են պարտադրել, ինձ ասում են սահմանությունը փոխի, Հայաստանի կյանքով չհետաքրքրված, մազոխիզմի հակում ունեցող հատվածն էլ դա բորբոքել է 3 տարի է ինքը քննարկում է, ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության հարցը բացառապես Հայաստանի Հանրապետության որոշումն է։ Պարզապես Ալիևը, քանի որ մեզ գիտի մեզ, մոդելավորել է մեզ որպես ժողովուրդ, գիտի, որ մենք քաղաքականությունից 0 գիտելիք ունեցող ժողովուրդ ենք, մենք այդպիսին ենք, բաներ կան, մենք նկատի ունենք։ Ինքը ասում է, ես եմ ասել սահմանությունը փոխի եւ ձեր ներքաղաքական կյանքում ազատություն ունի։ Եվ հայությունը դուք պլանավորել եք անեք մի բան, Ալիևն ասում է ես եմ արել, դուք ասել դուք չեք անում այդ բանը, դե մի արեք։ Հաջորդ անգամ էլ կարող է ասել բոյները կարճ է։ Ուրիշ անգամ ուրիշ բան կասի, այս մազոխիզմը թողնենք, հասկանանք մենք ինչպես ենք հասել այսօրվան։ Հիմա տեսեք, եթե մեր որպես ժողովուրդ մեր մեծախոսությունը թողնենք, որտեղ դա մեր բնավորությունն է։ Մենք կարող է մեր վատթարագույն իրավիճակից 4 օր հետո անցնի, մենք էլի նորից տուրք տանք մեր պոռոտախոսությանը։ Եթե սա թողնենք, հասկանանք, ինչպես ենք հասել մենք այսօրվա խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի, հիմա դրա վրա բազար կա, պայմանագիրը թե համաձայնագիր այսօրվան։ Բոլոր հաշվարկներով սա պիտի չլիներ։ Դուք մի հատ հենց մենք հետահայացնենք, լինենք օբյեկտիվ։ 20 թվականի պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը բոլոր հաշվարկներով պիտի չլիներ պետությունը։ 20 թվականից հետո Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության անունը լսել չէր ուզում, որտեվ կա ռուս-թուրքական դաշինք, ուժեղ էր դաշինքը, շարունակվում էր։ Նույնիսկ բանակցությունների մասին չեն ուզում լսել։ Նույնիսկ իրենց տեսադաշտում ենք չկայինք էլ, չէ՞։ Բայց Հայաստանի Հանրապետությունը ինչ կարողացավ անել։ Ստեղծվեց իհարկե մեզ հարմար իրադրություն, երբ որ Հայաստանի անկախության գիշատիչներից մեկը Ռուսաստանը խրվեց Ուկրաինա, եւ հավաքական աշխարհը, հավաքական արևմուտքը հավաքվեց եւ ռուսներին սխկեց այնտեղ։ Սա Հայաստանի համար բացեց հնարավորություն, եւ մենք ինչ կարողացանք անել։ Կարողացանք արագ մի քիչ հավաքվել, Եվրոմիության դիտորդներ բերել, Հռոմի ստատուտ վավերացնել, Հնդկաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններ ստեղծել, Ֆրանսիային ներգրավել այս գործընթացի մեջ եւ ռազմաքաղաքական հարաբերություններ, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության հարց լուծեցին եւ սկսեցինք չափավորել Ալիևին, որ գա մեզ հետ խաղաղության պայմանագիր բանակցել, որովհետեւ նայեք, խաղաղության պայմանագիրը Ալիևը, եթե մնար միայն մեր պոտենցիալին, Ալիևը չէր գարում մեզ այդ խաղաղության պայմանագիր, ընդհանրապես չէր ուզում լսել այդ բառի մասին, բայց մենք ինչ կարողացանք, վատթարագույն իրադրությունից հետո Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ինչ անել, կարողացել է այս գիշատչին իր ինքը 100 տարվա թշնամին է, բայց նկատի ունենք, որ հայությունը դեռ այդ 100 տարվա թշնամու կողքը ունի դարավոր թշնամի, որ Թուրքիան է եւ բարեկամ է Ադրբեջանը, բայց կարողացավ ինչ անել, չափավորել սրանց ձգտումները, սրանց նկարտումները, կարողացել է հավաքել իրեն եւ այս գիշարչին հնազանդեցնել բերել իր հետ խաղաղության պայմանագիր, չէ՞, բանակցի։ Ժամանակին Ալիևը ինչ էր ասում,
ինչ 7 կետ, ինչ 5 կետ, իսկ մի կետ դուք ով եք ուզես այդ բանակցեն, բայց այսօր բոլոր կետերը բանակցել է, չէ։ Մի քիչ ավել մեզ համար, մի քիչ պակաս։ Հիմա եթե նայեք, ընդհանրապես ցանկացած բանակցություն կոնսենսուս պիտի ունենա տակը։ Հետո որի վրա դու կարող անեք կոմպրոմիս, չէ։ Վերջը կոնսենսուս չկար, չէին համաձայնվում, որ գային կոմպրոմիսների, վերջը դա եղավ, չէ, մենք կարողացանք սրան չափավորել բերել բանակցություններ։ Հիմա մենք ունենք ինչ-որ փաստաթուղթ, որի կնքման հավանականությունը շատ մեծ է։ Եք ինչու, որովհետև եթե մենք նայենք հատկապես այսօր Եվրոմիություն վերադարձած Անգլիայի դիրքորոշումը։ Անգլիայի նախկին վարչապետներ Սունակներ, որ ասում են, լսի, մինչև հիշում եք COP29, դու ունես հնարավորություն մինչև այդ կնքելու խաղաղության պայմանագիրը, որտեվ նայեք, ինչու է պետք, որ ամբողջ աշխարհը համաձայնվի էկոլոգիայի թշնամի Ադրբեջանում անցկացնել էկոլոգիայի հետ կապված ինչ-որ բան չի համար։ Կոմպրոմիս է եղել, սա քեզ խաղաղության պայմանագիր կնքես, ինքը շանս չունի չկնքելու։ Պարզապես իհարկե, հա, կարող է ինչ-որ կետեր մի քիչ էլ մեզ դուր չգա, բայց արդյոք կարելի է մի երկու կետ դուր չգալու համար, ասենք այս խաղաղության պայմանագիրը այս մազոխիզմով քննել։ Դուք էլ եմ ասում, մենք որպես ժողովուրդ օբյեկտիվ, մենք օբյեկտիվ ժողովուրդ չենք։ Մենք պատկերների, աներևույթ բաների ժողովուրդ ենք, չէ՞, եթե լինենք օբյեկտիվ, սա Հայաստանի համար լավագույն ձեռքբերում է։ Բայց տեսնենք, մի հատ թող պայմանագրի կետերը բացահայտեն, մենք հասկանանք այդ պայմանագրի կետերը արդյոք ունեն այնպիսի մեխանիզմներ, որոնք խաղաղության կբերեն, բայց նկատի ունենանք եւ վերջնականապես մեզ համարում, որ սա Հայաստանի Հանրապետության համար լավագույն ձեռքբերում է։ Ներքաղաքական իրավիճակը ինչքանով կարող է խանգարել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին է խոսքը, երեկվանից տեսնում ենք արդեն ընդդիմության արձագանքը, որ ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք եւ ի վերջո համանդրական փոփոխությունները պետք է հանրաքվեով տեղի ունենան Հայաստանում, արդյոք հնարավոր է թե մասնակցություն ապահովել, թե անհրաժեշտ թվով քվե ապահովել այդ փոփոխությունների համար, եթե Ալիևը այսպես հաստատակամ է մնում նրան, որ միջև ստորագրումը պայմանագրի պետք է Հայաստանում այդ փոփոխություններն իրականացվեն։ Նախ ընդդիմություն ում նկատի ունեք։ Ես նկատի ունեմ քոչարանական ուժերին։ Դա ընդդիմություն չի, դա հակապետական օրակարգով ռևանշիզմներ են, որոնք ինչ-որ ընդդիմությունը ես եմ, դուք եք միգուցե։ Հիմա այս հատվածը 4 տարի է, 5 տարի այս պոտենցիալ է նայենք, կարող են անել, թե չեն կարող։ Իհարկե կարող է ձգտեն, պարզ է, որ հրաման ունեն, որովհետև իրենք շատ լավ հասկանում են եւ Ռուսաստանն էլ շատ լավ հասկանում, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կարողացավ սրան հնազանդեցնել եւ իր հետ խաղաղության պայմանագիր կնքել, Ռուսաստանը այստեղ ռադը քաշելու է։ Եվ իրենք այստեղ այն դարավոր կոնֆլիկտը, արնածոր վերքերը, որտեղ Ռուսաստանը կար, որը տաքացնում էր, որը ինքն էր ստեղծել, որը հրահրում էր, ինքը այստեղից ռադը քաշելու է, այդ կոնֆլիկտացին բացիլ էլ չի լինում։ Դրա համար հա կարող է գնալ վերջին գրոհի, սրանց հանեն փողոց, մեժոթի ներվերն ուտեն եւ այլն, բայց եթե նայենք պոտենցիալ ունեն, թե չունեն, ոչ չունեն։ Բայց ես իհարկե այստեղ հարց կա։ Մեզ մոտ վերլուծական դաշտի մի հատված, նաև ժողովրդավարական աշխարհընկալումով քաղաքական ուժեր կան։ Աղբոր նման էլի դուք էլ կողես ներվերներս մի կեր եկել, այտենց դուք էլ այտենց վատ է։ Դա հայկական բնավորություն է։ Եթե իմ ասածը չանես, ուրեմն աղետ է լինելու։ Հայությունը ինքը այդպես է մտածում, ինքը սկզբից մի հատ խնդրեմը դնում է, հետո աղետ է, ինչ է, հետո որպես փրկություն միանգամից իր ասածը պետք է անեք։ Դուք պատկերացնում եք, ասենք դուք եք իշխանություն, դուք ունեք ծրագիր եւ այլ, բայց 4-3 միլիոն մարդ ձեզ կառավարում է, կնի տենց։ Բայց դա հայության բնավորություն է, ուզում եմ իրենց ասել, որ դուք էլ կողքից այտենց մի տաքացել եք, էլի, որտեվ այդ ողբերգական վիճակը չկա, ոնց որ դուք ներկայացնում եք։ Հիմա եթե չլինի, այս այլ չբորբոքեն, դրանք պոտենցիալ չունեն։ Պոտենցիալ չունեն խանգարելու այս process-ը, որտեվ սա Հայաստանի համար դարերի խորքից եկող մի հատ լուծում է, որը կարող է շատ մեր դուրս չի գալիս, բայց սա լուծում է, որը Հայաստանի Հանրապետության տալիս է անվտանգ կենսագործունեության հնարավորություն, ամբողջությամբ չէ, բայց հնարավորություն է։ Դեպի ես կարծում եմ ժողովուրդը հավաքականորեն իմաստուն կմնա եւ կմնա իր պետության կողքին եւ թույլ չի տա, որպեսզի
իր հոգին քրքրող այս հատվածը ռուսական աշխարհայացքով, բայց մի մասն էլ մազոխիստ հայերի աշխարհայացքով, ասես ռվերներս չուտեն, այս ուզեք են ուզեք սրան բերեք, Իտալիային բերեք, թող երա լուսնից մարդ բերեք, թող երաշխավոր, եթե սա թողնենք, մենք ունենք լավագույն նահատակություն։ Համացական փոփոխություններն են, դե կտեսնենք հիմա։ Նախ դա մի օրվա բան չի։ Խաղաղության պայմանագիրը պատրաստ է, հիմա տեսեք այդ բանը կողես կպցնում է, եթե սահմանությունը չփոխվի չի կնքվի։ Մարդիկ ասում են պատրաստ է կարող է սա կնքենք, այդ սահմանությունը փոխել են 5 տարի կարող է տևի, չէ՞։ Հələ դա հայությանը որ թողես կա 40 տարի տևի։ Որովհետև մենք որպես ժողովուրդ հարցերը երկար քննելու խասյաթ ունենք։ Ասենք մի հատ հարց տակ ինքը 40,000 տարի կքննարկի, հետո վերջում չի անի։ Հələ թող լինի այդ սահմանության փոփոխությունների հարցը, մենք դե քանի տարի դա ձգվել է, դեպս դա խաղաղության պայմանագիր կապ չունի։ Պարզապես Ալիևն է կպցնում է։ Կպցնում է ձեր ներվերն է ուտում։ Մեր անելիքը այն է փորձել գնալ ստորագրման նախքան այդ փոփոխությունները իրականացնել ինչքան։ Իշխանությունը հայտարարեց, որ մենք հիմա պատրաստ ենք կկնքելու եկեք օրն ու ժամը, բայց քանի որ նայեք Ադրբեջանը չի ուզում, այդ Ադրբեջանը նայեք, որ խաղաղության պայմանագիրի համաձայնության եկել է, հո ինքը ինքնակամ չի եկել, իրեն պարտադրում են, արտաքին ճնշում կա վրան, կա չի երևում, բայց կա։ Այդ ճնշումը ԱՄՆ-ից է, այդ ճնշումը հավաքական Եվրոմիությունից է։ Հավաքական արևմուտքից է, այսպես ասենք։ Իրենք են ճնշում։ Եթե ճնշումը չլնեսա գալու էր մեզ այդ բանակցելու, ոչ իհարկե։ Նաև պայմանավորություններ ունի։ Որտեղ էլ եմ ասում, եթե ամերիկյան քաղաքականության նայեք, իրենց եթեն միշտ կա։ Չեսանի կա եթե։ Եթե չեսանի կլինի ուրիշ բան։ Հիմա ինքը ես պնդում եմ, որ ինքը շանս չունի չէ դա չստորագրելու։ Ինձ թվում է նաև տակը Թուրքիան կա։ Այդ որ երրորդ ուժերին չտեղակայելու եւ այդ մազոխիզմը վերցեք, նա երրորդ ուժ ինչ է նշանակում։ Մենք գիտենք երրորդ ուժ ձևակերպման բացատրությունը։ Բայց միանգամից էլի սկսել է մազ Եվրոմիության դիտորդներն էս հանում էս անում։ Մի հատ էլ սպասեք տենակ ինչ է նշանակում երրորդ ուժ։ Եվ քաղաքացիական դիտորդը ուժ է։ Ուժ է դա։ Մի հատ էլ սպասեք հասկանան։ Բերելուց դժգոհում էին, որ բերել են, հիմա դժգոհում են, որ հնարավոր է անել։ Չէ, հա, դե նայեք, այդ ռևանշիզմի մասին եթե խոսենք, ինքը ամեն ինչի դեմ է լինելու։ Ամեն դուք ասելու եք A, ինքը ասելու է B։ Դա իրենց բնավորությունն է։ Նա հայկական բնավորություն է դա։ Իրենց մոտ շատ է սրված ռուսականով, որտեղ իրենք ֆունկցիա են անում։ Դա նայեք հայության մեջ մեր հասարակական կյանքի ավանդույթների տեսանկյունից, որովհետեւ ես ընդդիմություն լինեմ, ես անպայման հակառակով խոսեմ։ Սա բնավորություն է։ Հիմա նույնը մեր քաղաքական դաշտում ինքը ուզում է գալ իշխանության, ինքը պետք է հակառակով ճիշտ խոսի, կարևոր չի։ Դա հայության բնավորությունն է եւ այդ քաղաքական դաշտի, եթե ուզում եք ընդդիմություն, եթե դուք պետք է ասեք A, ինքը պետք է B-ով բառաչի, որպեսզի լինի ընդդիմություն։ Սա բնավորությունն է։ Բայց նայեք, հիմա Էլի վերադառնանք Ալիևին, չէ՞, այդ մարդը չի ուզում խաղաղության պայմանագիր, չի ուզում։ Դրա համար ձեր ներվերն է ուտում, ձեր ներվերը էս չեն կանել, էս չեն կանել։ Իրեն բերել են դրան։ Ինքը իրեն բերել են փակուղի են մցրել։ Իհարկե մեզ հետ մեր նաև մեր աշխատանքի շնորհիվ։ Դրա համար հա ինքը պետք է ինձ ձևական բաներ որոնի, որ ասենք ես չեմ ուզում, չեմ ուզում, ես նորից ամացուն կփոխեք, դուք նորից սկսել եք քրքրել ինքները ձեր հոգիները, ձեր մտքերը, ուրեմն խաղաղության պայմանագիր չի լինելու։ Ինքը մեր ներքաղաքական կյանքում ներկա է, այսինքն սա տեղեկատվական հոգեբանական պատերազմ մասնագետ է ինքը, մեզ էլ լավ գիտի անում է դա, բայց նկատի ունենք, որ հիմա իրավիճակը շատ դրական է մեզ համար։ Պարոն Սուքիասյան, խոսեցիք երաշխավորների մասին, ուզում եմ հարցնել, եթե այդ պայմանագիրը ստորագրվում է առանց որևէ պետության երաշխիքների, ինչքանով մենք կարող ենք վստահ լինել, որ այն կգործի, մանավանդ եթե դիտորդները դուրս են գալիս, այսինքն նոր էսկալացիաների վտանգ չի լինի, եւ նաեւ առաջարկներ կան ընդդիմության կողմից նաև, որ օրինակ ԱՄՆ-ին դիմենք այդ երաշխավորի հարցում, հավանաբար տեսել եք նաև այդպիսի քննարկումներ, պետք են մեզ այսպիսի երաշխիքներ։ Նայեք, առանցին քննենք ձեր հարցերը։ Նախ հələ կհասկանաք, մեր կբացատրեն Եվրոմիությունը նկատի ունեն, Եվրոմիության դիտորդները նկատի ունեն, թե չունեն։ Կարող է ուժը ուրիշ բան է, կարող է ռուսական ներկայությունն է, կարող է լրիվ ուրիշ բան է, կարող է հետագայի համար է, որ հետագայում երրորդ ուժ չլինի։ Ինչ գիտեք ինչի մասին է խոսքը։ Թող մի հատ պարզապես իշխանությունը լտնեց իշխանության բնավորությունը, կիսատ պարատ խոսքը գնա տուն։ Դե հետո պետք է նստես նրանց ասածները քննես հասկանաս։ Մի հատ ես իշխանությանը առաջարկում, բան եք ասում, այդ մարդավարի բացատրեք հասկանաք, սա ընդհանրապես։
Ուզում ասել, եւ ինձ թվում է նաեւ այստեղ Թուրքիան կա տակը, այս բանակցությունների մեջ, որ ուրիշ ուժեր չտեղակայես, որ հայ-թուրքական սահմանը բացվի։ Միգուցե կա սա, մենք չգիտենք ինչի համար է դա։ Ես մեզ առաջարկում եմ հարցերը մի քիչ լայն քննարկենք, ոչ թե առանձին։ Այդ հայ-թուրքական սահմանը հարց մեզ բոլորիս։ Ինչու՞ պետք է Թուրքիան սահմանը բացի։ Ինչու՞։ Եթե էլի թողնենք մեր պորոտախոսություն, Անկարայից նստում են, Երևանը չի երևում։ Դուք նրանց տեսադաշտում, մենք չկանք նրանց տեսադաշտում։ Ինչի՞ պետք է սահմանը բացի։ Ուրեմն կարող է մեջը պայման կա, Թուրքիան էլ մեջը պայման ունի։ Ինձ թվում է կարող է սա է, որ հետագայում երրորդ պետությունների ուժը չտեղակայվի, կարող է սա է։ Դրա համար են եկել այդ համաձայնության։ Ինչ վերաբերում է այլ պետությունների երաշխավորության։ Իհարկե դա բնական է, որ ցանկալի բան է, որ դա լինի ԱՄՆ-ն։ Օրինակ ես շատ կուզեի, որ Աստված լիներ դա։ Աստծուն դիմեին երաշխավոր լինի։ Շատ հետաքրքիր տարբերակ է, էլի։ Բայց դա հնարավորության չափը պիտի նայենք, էլի, հնարավոր է թե չէ։ Ես ուրիշ բան եմ ասում, որևէ մեկը կարող է վստահ լինել, որ եթե երաշխավոր պետություն լինի, էլի չեն խախտելու։ Բայց դա հայության բնավ ինքը հարցի պատասխանը գիտի ու գիտի սխալ։ Ու այդ հարցի սխալ իմացած հարցի պատասխանով առաջարկ է անում։ Բայց իհարկե բնական է, շատ ցանկալի է։ Բայց կարող է դա պայմանագիրը չստորագրելու հիմք դառնա Ադրբեջանի համար։ Ինքը համաձայն է։ Մենք նայեք միակողմանի երաշխավոր լինի, դա այո, վստահ է։ Ընդհանրապես նայեք, պարզ է, որ որևէ փաստաթղթով չի, որ առաջանում է խաղաղություն։ Խաղաղությունը առաջանում է ուժերի հաշվեկշռով։ Երբ որ ուժերը հավասար հզորություններ ունեն, այդ ժամանակ առաջանում է խաղաղություն։ Ինչպես օրինակ իրավունքը, չէ՞։ Մենք ինչ ենք ասում, պահանջենք մեր այս իրավունքները, բայց իրավունքը ինչ է։ Իրավունքը աշխատում է միայն հավասար պայմաններում։ Այսինքն մենք պետք է իրար հավասար լինենք, վախենանք հավասար ոչնչացնել, ոսի իրավունքը աշխատել։ Եթե դուք իզնից ուժ եք, իրավունք չի աշխատում։ Նույնն էլ խաղաղությունն է, բայց իհարկե մեր եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանում մենք որոշակի իմաստով հաշվեկշիռը աստիճանաբար վերականգնում ենք, ոչ մեր պոտենցիալը բավարար չի։ Մենք հաշվեկշիռը վերականգնում ենք ԵՄ դիտորդների ներկայությամբ, մի քիչ մեզ հավաքելով, Հնդկաստանին զենք գնելով ԱՄՆ-ի, դրա սա Հայաստանին բերել է որոշակի դան գումարում եք նաև խաղաղության պայմանագիրը։ Եվ մենք ես ենթադրում եմ դա տարածաշրջանում եւ նաեւ աշխարհակահական իրողությունների շրջանակում շատ է ողջունվելու նույնիսկ եթե ուղիղ երաշխավորել չլինի, բայց խաղաղության պայմանագիրը կնքվեց, արտաքին աշխարհը արդեն ուշացան տակ է պահելու եւ որևէ մեկը եթե խախտես, բարձր որ խախտողի կողմը չեն լինելու։ Բնական է իհարկե, որ ցանկալի է, որ որևէ գերտերություն երաշխավոր լինի, բայց եթե դա հնարավոր չի, ընդ որում ասեմ հետեւյալը, էլի մենք իշխանությանը այտենց բանի տեղ չդնենք, էլի իբր խելք չունենք։ Դա հայության մենք մեր բնավորությունն է։ Ինքը գիտի դիմացինը դեբիլ է։ Ու դա ինքը չի ֆայմում, չի հասկանում, այտենց էլի։ Այտենց չի էլի, այտենց չի։ Մի քիչ օբյեկտիվ լինենք։ Հավանաբար իրենք էլ են չեմ մտածել երաշխավոր բերել։ Եթե չեմ բերում, կարող է հարմար չի, կարող է չի ստացվել։ Բայց ահա ողջունենք, դա բնական է, որ ցանկալի բան է, բայց եթե չլինի այդպես, էլի ողբերգությամբ չնայեք, նույնիսկ եթե երկկողմ լինի, էլի բավարար է, էլի ձեռնտու է մեզ։ Եվ Ռուսաստանի մասով եմ ուզում հարցնել, մինչ մեր հարցազրույցի պահը ես ուշադրությամբ հետևում եմ միջազգային արձագանքներին, Մակրոնն է արձագանքել, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Իրանը նույնիսկ, բայց մենք ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ ենք, դեռևս չենք դուրս եկել այդ կառույցներից, եթե նույնիսկ սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿ-ում, որևէ այսպես ողջույնի խոսք, որևէ հետաքրքրություն Ռուսաստանից, Բելարուսից, մինչ այս պահը գոնե չկա։ Ինչն է պատճառը ձեր կարծիքով։ Սա հետաքրքիր չի այդ կառույցին, այդ երկրներին, թե ընդհանրապես Ռուսաստանը նույնիսկ այս հարցում հնարավոր է ինչ-որ դեմ արտահայտվի կամ դժգոհ լինի։ Նայեք հիմա հարցեր կան, որոնցից ասենք չի կարելի 1000 անգամից ավել զարմանալ։ Ասենք ես առաջարկում 1000 անգամով բավարարվենք։ Մենք գիտենք այդ պետությունները ովքեր են, այդ կառույցներն ովքեր են։ Ու գլխավորապես Ռուսաստանը, Բելարուսը, չգիտեմ ինչ կուզեք, դրանք Հայաստանի ազատության եւ անկախության թշնամի պետություններ են։
Մեր գլխին բերած աղետի հիմնադիրը Ռուսաստանն է, ինքն է այս ամեն ինչի հիմնադիրը, գործիքը, շահողը Ադրբեջանն է, բայց դա ռուս-թուրքական գործարք է։ Եվ իրենք դուք տեսեք, որ մինչև նույնիսկ այսօր Ռուսաստանը շարունակում է չընդունել Հայաստանի Հանրապետության տարածք Ադրբեջանի ներխուժումը, չէ՞։ Իրենք ինչ են ասում, ասում են սահմանները դելիմիտացված չի, դրա համար չենք ջոգում, ձեր տարածք են մտել, թե չեն մտել։ Պարզ է, որ սրանց համար սա մեծ ռիսկ է։ Եկ ինչու, որտեղ 200 տարվա գործարք է ճեղքվում, հասկանում եք, հիմա կարող է չճեղքվի, չգիտեմ, բայց սա փորձ է դա ճեղքելու։ Եվ սա Ռուսաստանի համար հասկանալի բան չի։ Ինքը տարածաշրջանից ռադը քաշում է եւ իրեն ձեռնտու չի, իրեն ձեռնոտ է կոնֆլիկտ։ Ռուսաստանը մեզ համար հասկանալի չի, բայց իրենց համար հասկանալի է, այդ պետությունը կոնֆլիկտերի սիրահար է։ Ինքը որտեղ կա, ինքը կա կոնֆլիկտով, ինքը չկա որևէ տարածաշրջան, որտեղ ինքը ներկա իր հմայքով, որտեղ իրեն շատ հրավիրել են իր տնտեսական գրավչությամբ, իր քաղաքական մշակութային գրավչություն, ինքը այդպես չի, ինքը ներկա է կոնֆլիկտով, առանձոր վերքերով։ Իսկ մեր տարածաշրջանում ինքը ներկա է 200, լավ 200 չասենք, 150 տարվա ռուս-թուրքական գործարքով, որտեղ հայությունը դարերով մորթվել է, բորբոքել հայությանը, բորբոքել հայկական հարցը, դեմ տալ Թուրքիային հարցերը լուծել։ Հիմա մենք այդ գործոնը հանում ենք։ Դրա համար սա Ռուսաստանի համար շատ վատ է։ Կգնան, կարող է գնան վերջին գրոհի, ներառները սուտեն, իրենց ռուսական աշխարհայացքով օրիենտացիա ուժերին հանեն շպրտեն փողոց, ամեն ինչ կարող են անել, որովհետև իրենց համար սա աղետալի բան է, որտեղ ինչու, որտեղ իրենք ռուս-թուրքական գործարքով Արցախի աղետը սարքել էին, որ Հայաստանը մնար իրենց, բայց իրենք համ Արցախից դուրս եկան, համ Հայաստանից են դուրս գալիս, Հայաստանն է անկախանում, մեր Ռուսաստանի համար միշտ հարմար հայ-թուրքական հարաբերություններում թեզերն են դուրս գալիս, ինքը մնում է ձեռնուն է։ Դրա համար հա իրենք պետք է դա չճանաչեն, չեն ուզում այդ մարդիկ։ Բայց իրենց հերն էլ անեցած։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։